4-ից 5-րդ դարերում կառուցված Պողոս Պետրոս եկեղեցին գտնվում է մեզանից մի քանի մետր հեռավորության վրա, բայց մենք ցամաքում ենք ծաղկաշատ դաշտում, իսկ եկեղեցին ապարանի ջրամբարում ջրերի մեջ։ 1966 թվականին ուղիղ 60 տարի առաջ Քասախի ջրերով լցվեց ապարանի ջրամբարը, 3 բնակավայր հայտնվեց ջրամբարի տակ, այդ թվում տասնյակ պատմամշակութային կոթողներ։ Եվ Պողոս Պետրոս եկեղեցին, որ 4-ից 5-րդ դարերում է կառուցված, մասամբ է հայտնվել ջրամբարի տակ, 9 անգամ ամբողջությամբ է ծածկվել։ 16 դար առաջ այստեղ աղոթք էր հնչում։ Հիմա ջրի ալիքների, ճայերի ու քամու բերած ձայները։ Կես դարից ավելի ջրերի տակ ապրող Պողոս Պետրոս եկեղեցու գմբեթը գունառատ ծաղկանոցի է վերածվել, որ նաև տանիք է դարձել տուն թռչունների համար։ Պատերին անցյալից հետքեր են։ Այստեղ է նաև Գրիգոր Գնթունու թողած արձանագրությունը, մի քանի բառ, որոնք հաղթահարել են դարերը, ջուրն ու մոռացությունը։ Սուրբ Պողոս Պետրոսը հայկական ճարտարապետության բացառիկ հուշարձան է։ Հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի գմբեթավոր դահլիճի առաջին օրինակը։ Եկեղեցին կես դար է ջրամբարի գերությամբ է ապրում, անձրևն ու ձյունը որոշում են ջրամբարի մակարդակը, ջուրը, եկեղեցու երևատու չափը։ 2005 թվականին եկեղեցու արևելյան պատը փլուզվել է, վերջին վերանորոգման աշխատանքները 19-րդ դարի վերջին էին, իսկ քարե կտուրի փոխարեն ծածկվել էր փայտով, որ վաղուց չկա։ Բայց ջրերի քմահաճույքին պետք չէ թողնել 4-րդ դարի պատմական եկեղեցին, նշում է ճարտարապետը։ Պատմամշակութային նման հուշարձանների տեղափոխումն աշխարհում վաղուց կիրառվող փորձ է։ Օրինակ 1960-ականներին, երբ Եգիպտոսում կառուցվում էր Ասվանի ջրամբարը, ջրի տակ մնալու վտանգի առաջ կանգնեց Աբու Սիմբելի տաճարային համալիրը։ Այն քարը քարի հետևից ապամոնտաժվեց, յուրաքանչյուր հատված համարակալվեց, տեղափոխվեց ավելի բարձրադիր վայր և նույն ճշգրտությամբ վերականգնվեց։ Նույն ճանապարհով Իրանում փրկվեց նաև հայկական 7-րդ դարի Ծործորի եկեղեցին, որի տեղափոխման աշխատանքներին մասնակցել են նաև հայ վարպետները։ Ճարտարապետ Գագիկ Գյուրջյանի համոզմամբ նույն մեխանիզմը հնարավոր է կիրառել նաև Սուրբ Պողոս Պետրոսի դեպքում։ Տեղափոխման մի քանի տարբերակներ կա տարբերակ, երբ որ ուղղակի եթե գտնվում է շենքը այնպիսի վայրում, այ օրինակ Մոսկվայում եւս նման խնդիր առաջացավ, երբ որ Տվերսկոյ փողոցի վրա, նախկին Գորկու փողոցի վրա Տրուտ թերթի եռահարկ աղյուսաշեն շենքը ամբողջովին ուրեմն հետ քաշվեց մոտավորապես 4.5 մետր դեպի բակային կողմը եւ փողոցը իր կարմիր գծի վրա, իր շրջակողքի ուրեմն շենքերի հետ բերվեց կարմիր գծի վրա, դա օրական շարժվում էր, դրա տակ ֆունդամենտները ամբողջը բացել էին եւ տակը տեղադրել էին այսպես գլորվող հնարավորություն եւ դա ուրեմն օրական 3 սանտիմետր շենքը շարժվում էր։ Մեջ աշխատում էին մարդիկ, նույնիսկ ես մասնակցել եմ այդտեղ ուրեմն ցուցահանդես էին կազմակերպել դրա մեջ, բայց ինքը շենքը շարժվում էր եւ 3 սանտիմետր օրական շարժվելով 6 ամսում իրանք բերեցին այն ուրեմն նիշի վրա, որին որ ձգտում էին։ Կա նաեւ որ ապամոնտաժում են, համարակալում են, ապամոնտաժում են եւ ճիշտ հավաքում են այնպես, որպեսզի նրա իսկությունը չկորչի։ Նախ որոշվում է այն տեղը, թե որտեղ պիտի դա հավաքվի, որտեղ նա եւս եթե որպես Իրանից ներկայացնող պատմամշակութային արժեք, նա պիտի որտեղ որ տեղափոխվեց, այդ տեղը եւս արժևորվում է, տեղը եւս դառնում է պատմամշակութային եւ նրա այն միջավայրը պատմական պիտի այնպեսին լինի, որ ինքը նսեմացված չլինի, այսպես բարձրահարկ շենքերի մեջ եւ այլ, այսինքն լինի այն միջավայրում, որը որ
որ միջավայրի համար, որ ինքը ստեղծված է։ Մասնագետն ընդգծում է, նման աշխատանքների նպատակը հուշարձանը նորից կառուցելը չէ, այլ նրա իսկությունը պահպանելը։ Օգտագործվում են նույն նյութերը, պահպանվում է յուրաքանչյուր քարի տեղը, իսկ վնասված հատվածները լրացվում են միայն նույն ֆիզիկական եւ քիմիական հատկություններ ունեցող քարերով։ Գյուրջյանի խոսքով Սուրբ Պողոս Պետրոսի տեղափոխումը տեխնիկապես իրագործելի խնդիր է։ Հարցն այլևս ոչ թե հնարավորության, այլ պետական որոշման եւ մշակութային ժառանգությունը պահպանելու կամքի մեջ է։ Այո, դա պետական խնդիր է եւ ճիշտ կլինի, որ իհարկե պետական մակարդակով արվի, որտեղ դա պետական սեփականություն համարվող հուշարձանն է, իսկ պետական սեփականություն համարվող հուշարձանների մասին օրենք նույնիսկ գոյություն ունի, օտարման ոչ ընդհակա հուշարձանների մասին։ Հետաբար դա պետական խնդիր է եւ պետականորեն պիտի լուծվի դա։ 1960-ականներին, երբ սկսեցին ջրամբարի կառուցումը, Խորհրդային Հայաստանի հուշարձանների պահպանության հիմնադրամը փորձեց ջրամբարի կառուցման վայրից տեղափոխել հուշարձանները։ Բարեհաջող տեղափոխվեց Թուխ Մանուկ մատուռը 4-րդ դարի։ Անվտանգ վայր տեղափոխվեց նաև Սուրբ Վարդան դամբարան մատուռը, որ 5-րդ դարի է թվագրվում։ Ջրերի հետ ու տակ մնաց միայն Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին։ Հիմա եկեղեցին թաց գետնից պոկելու ժամանակակից մեթոդները կան։ Մեկ շինարարական շրջանն էլ բավական է այն իրականացնելու համար, կարծում է Գյուրջյանը։ Պետական մակարդակով հոգատարություն եւ պատմական եկեղեցին ջրից չոր դուրս բերելու ցանկություն է պետք։ Անի Աբաղյան, Տարո Ղանդիլյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։